Հունից դուրս են գալիս քաղաքացիները, երբ լսում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պնդումը, թե Հայաստանում ամեն տարի 40-ից 50 հազար նոր աշխատատեղ է ստեղծվում։ Վարդեկո ուազատով աշխատատեղ, վարդեկո ուրա բատտենց ամբլիկ վարշարեք է թանք աշխատենք։ Հայաստանում պաշտոնական տվյալով մոտ 33 հազար գործազուրկ կա, չնայած ըստ Արսեն Թորոսյանի ամեն ամիս աշխատատեղերի նոր ռեկորդային թվեր են երևում պետական բյուջե մուտքագրվող եկամտային հարկի հաշվետվություններում։ Եղել էր 814 եւ ունենք 823, դրանից եղել 810, 805, ամեն ամիս աճող թվեր ենք տեսնում։ Թորոսյանի պնդմամբ 8 տարում մոտ 300 հազար աշխատատեղ է ստեղծել իր թիմը։ Նախարարը խելք ունենա որ նախարար աշխատի, մենք տենց նախարար ունենք որ խելացի է, չկա տես նախարար։ Արսեն Թորոսյանի տեղից Մինչ միլիոնների պարգևավճար ստացած նախարարը երգում է, պարզ քաղաքացին ուղղակի ապշում է, լսելով նրա հայտարարած ռեկորդային թվերը։ Տենց բան չի լինում, եթե աշխատատեղ լինի, ժայռներն կդիմեն։ Չեն հավատում քաղաքացիները նախարարի հայտարարած ռեկորդային թվերին, իրենք փնտրում են, բայց նորմալ գործ չեն գտնում։ Որտե՞ղ կա աշխատանքի տեղ։ Ինչ-որ աշխատանքի տեղ կա, դա իրենց համար է։ Դա կարելի ասել։ Այս պահին 3000 թափուր աշխատատեղ կա, դրանք հավանաբար չեն լրացվում, քանի որ գործ փնտրողները հիմնականում ըստ Թորոսյանի չեն համապատասխանում հաստիքին, վերապատրաստումների կարիք ունեն։ Հիմնական խնդիրներից մեկը դա կվալիֆիկացիան է, այսինքն չեն համապատասխանում գործ փնտրողները աշխատատեղի հետ։ Տրանսպորտի հասանելիության խնդիր կա, մենք չպետք է վարանենք դրա մասին, ասել որ մի գյուղում կա աշխատատեղ, մեկ ուրիշ գյուղում կա աշխատող եւ ինքը հասնելու խնդիր ունի։ Մասնագիտական հմտություններն ու հեռավորությունը չեն հիմնական պատճառները, որ գործ փնտրողը չի գտնում աշխատատեղ։ Միակ խնդիրը ցածր վարձատրությունն է, ասում են մարդիկ։ Այս պայմաններ են դնում մարդու դիմաց, որ մարդ չի ուզում որ գնա աշխատի։ Չկա այդպես աշխատատեղ։ Ասենք մասնավոր կարող է մեկը մի հատ տուն ասարկում, բան մի փոքր գնաց մի քանի օր աշխատես մոտը, դա է կոչվում գրոշներով, ոչ թե դու հիմնական աշխատանք գոյություն չունի մեր համար։ Նախարարը իրենն է պնդում, անցած տարվա նոյեմբերին մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների թիվը նվազել է, փոխարենն աճել է 200 հազարից բարձր վարձատրվողների թիվը։ Ոչ կնոջն է բավականացնում, ոչ տղամարդը, որտեղ աշխատավարձները շատ ցածր է։ Կապ չունի ինչը, ինչ աշխատանք են կանում, աշխատավարձը ըստ հիմա պայմանների շատ ցածր է։ Այս կինն ու իրպես շատերը 250-ից 300 հազար դրամով գործ գտնելու դեպքում առանց վայրկյան մտածելու պատրաստ են ընդունել աշխատանքի առաջարկը։ Մոտ 250-200 պետք է կազմի, որ բավականացնի։ Չգիտեմ ինչը հաստիքի աշխատատեղեր են, բայց միակ բանը որ կարա խանգարի, դա ինձ թվում է աշխատավարձի քիչ լինելու պատճառն է, որ ծերին կհասցնի մինչև 300 հազար դրամ, եթե աշխատավարձ ստանա, էլի։ Բայց ես վստահ չեմ, որ այդ 50 հազար աշխատատեղերը այդքան կվարձատրեն մեզ։ Համաձայն են քաղաքացիները, կարող են նաև ալարկոտներ լինել հասարակության մեջ, գյուղ չկա, որ շուն չլինի, բայց չեն հավատում, թե բարձր աշխատավարձով աշխատատեղերը երկար են թափուր մնում։ Համենայն դեպս կրթություն ու որակավորում ունեցող շատ մասնագետներ էլ կան, որոնք այս երկրի արևի տակ չեն գտնում իրենց տեղը։ Աննա Գյուրնազարյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։